ծնում։ Եվ այսօր Սյունիքում ինչ-որ լավ տղերք ապերոներ են դարձել և ՔՊ-ին ատվիչա են կայնում, ասում են ստեղ հարց չկա, մենք ստեղ կանենք ինչ պետք է։ Պատրաստվեք ձեր հետույքները փրկեք, որտեղից որ պետք է, ոչ թե ՔՊ-ի համար անեք ինչ պետք է։ Գյադաներ։ Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 բարեկամ պետությունն է։ Սիրելի հայրենակիցներ, մենք երբևէ Ռուսաստանի հետ չենք ունեցել պատերազմ և ես ձեզ հավաստիացնում եմ, չենք ունենալու։ Այսինքն Ռուսաստանը երբեք չի ցանկացել, որ հայը չապրի, և այդ Ռուսաստանն էր սրանից գրեթե 200 տարի առաջ, որ ամեն ինչ արեց, որ գաղթած հայերը վերադառնան և այստեղ վերականգնեն իրենց օկուպացված երկիրը թշնամիի քոչվոր գլոբալիստների կողմից։ Դա Ռուսաստանն է եղել։ Ռուսաստանն է եղել, որ 5000 արդյունաբերական միավորներ ստեղծեց Հայաստանում, արտադրություններ, որտեղ 600,000 մարդ, երբ մենք հայտարարեցինք այդ ոչ իրական անկախության մասին և փորձում էինք շատ լավ կլիներ իհարկե մեր երազած պետությունը ստեղծեինք, մենք այդ ամբողջը կորցրել ենք, իսկ դրա փոխարեն բացի ջերմոցից ուրիշ բան կառուցել եք։ Ջերմոցներն էլ հիմա քանդվելու են մեր գլխին, որովհետև Ռուսաստանը ոչ թե Հայաստանի Հանրապետության տնտեսության ողնաշարն է, նա ամբողջ մարմինն է։ Ռուսական շուկան դա մեր ամբողջ մարմինն է։ Ռուսաստանի անվտանգությունը դա մեր անվտանգությունն է։ Այդ ինչու այսօր Բելառուսիայում խնդիրներ չունեն։ Որտեվ ճիշտ եղբայրական, բարեկամական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական ազնիվ հարաբերություններ են պաշտպանում։ Մենք քրիստոնյա, Ռուսաստանը քրիստոնյա, մենք ինչի ենք ընկել մեր հետևից, մենք ինչի ենք թշնամացնում, մենք ինչի ենք այս լարվածությունը ստեղծում, մենք ինչի ենք այս անորոշությունը ստեղծում, մենք ինչի ենք քանդում մեր տուն ու տեղը, մեր տնտեսությունը, հանուն ինչի, որի փոխարինողը դա Ալիև և Էրդողան Թուրքիա։ Իդեպ Ալիևը երկար չի լինելու, Ադրբեջանն էլ երկար չի մնալու այսպես։ Որ Ղարաբաղցիները, մեր Արցախի հայրենակիցները գնալու են իրենց տներում ապրելու, դա էլ է այդպես լինելու։ Եթե անձնագրի կարիք է լինելու այս փուլում, իրենք կորոշեն Հայաստանի կվերցնեն, Ադրբեջանի կվերցնեն, թե Ռուսաստանի կվերցնեն։ Գնացեք վերցրեք ձեր համար ռուսական անձնագրեր և գնացեք ձեր տներում ապրեք, մի հատ տեսնեմ էդ ով է ձեր տան կողքով անցնելու, ձեզ ասի դուրս եկեք։ Մեր երկիրը օկուպացված է, մեր թշնամաբար տրամադրված հակահայկական ուժերի կողմից, ագենտների կողմից, գործակալների կողմից օկուպացված իշխանություն է եկել այսօր բռնազավթել Հայաստանի կառավարությունը։ Մենք սրանց պետք է դուրս վռնդենք։ Ես այսօր ուզում եմ նաև նշել Ալյանս կուսակցության համար, որը բացառք տվեց և դուրս եկավ ընտրապայքարից, տեսնելով, որ գուցե և հարցական է իրենց անցողիկությունը, բայց նրանք հստակ քայլ կատարեցին, որպեսզի ձայները չցրվեն։ Խնդրում եմ, դիմում եմ մյուս այն ուժերին, որ եթե կասկածում եք անցողիկության վրա, մի մասնակցեք այս ընտրություններին, աջակցեք այն ուժերին, որոնք որ հստակ բոլոր
սոցիոլոգիական հարցումներով, մոնիտորինգներով նրանք հնարավորություն ունեն անցնելու։ Ես քիչ առաջ նշեցի, որ ես չեմ մասնակցում եւ հետագայում էլ մտադրություն չունեմ այդպիսին, բայց սիրելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս ընտրություններից հետո 5 տարի չի մնալու ընդդիմություն։ Մենք 1 տարվա ընթացքում որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո գնալու ենք նախագահական եւ նոր ազգային ժողովի ընտրությունների, Երևանի նոր ընտրությունների, համայնքների նոր ընտրությունների։ Չի լինելու, դուք ոնց եք պատկերացնում, որ մենք 5 տարի պետք է սրանց ներկայությունը, գոյություն, նախ իրենք բանտում պետք է լինեն, իրենցից շատերը։ Խաղաղության եւ համերաշխության կողմնակից լինելով հանցագործները պետք է բանտ նստեն։ Այնպես որ այս ընտրությունները այսօր թշնամու դեմ պայքար է, ավարայր է, սարդարապատ է եւ հենց այսօր ավարայրի հաղթանակի օրը 451 թվականին այսօրն է եղել, երբ մեր ազգը իր հավատքի, իր քրիստոնեության, արժանապատվության, իր ավանդույթների համար ակորի գյուղի հարևանությամբ ավարայրի դաշտավայրում տվեց իր հաղթական ճակատամարտը, որը մեծ պատմաբան Եղիշեն գրեց, որ մահ իմացյալ մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն 451 թվականի մեր թվարկության այս օրվա մասին է եղել, մայիսի 26-ին ավարայրի ճակատամարտը փառք հերոսներին Վարդան Զորավարի գլխավորությամբ Հայկ Նահապետի ոգով Անդրանիկ Զորավարի եւ մեր մարշալների, մեր Արցախյան պատերազմի մասնակից, բոլոր պատերազմների մասնակից մեր հերոսների ոգով մենք դուրս գանք պաշտպանենք մեր հայրենիքը, դուրս գանք պաշտպանենք մեր ընտանիքը, դուրս գանք պաշտպանենք հանուն հայրենիքի իրենց կյանքը տված մեր եղբայրների ու քույրերի պատիվն ու արժանապատվությունը, որ նրանց շիրիմներին ոչ մեկ չհամարձակվի գա սրբապղծելու եւ միզելու։ Մենք միզելու ենք այս սրանց գլխին, ովքեր որ բերեցին այս անպատվությունը, զենքի ցուցադրություն է անում, այն պարագայում, երբ 5-6 միլիարդի զենք ընդհանրապես տեղի չշարժված չկրակած, սա հանձնել է Ադրբեջանին։ Արա օգտագործիր, կրակիր, կռիվանիր։ Դու դա հանձնում ես ու գնում ես իբր թե վարկ ես վերցնում զենք զինամթերք ես առել, որը բացառապես պետք է օգտագործեն բնապահպանության տեսչական մարմինները, երբ որսագողերի հետևից ման գան կամ չգիտեմ, այդ սահմանային ինչ-որ կետերում ման գան։ Այդտեղ պետք է օգտագործվեն, որ երկինը հնդկական արտադրության զենք գնում եւ բերում դա իր անվտանգության, հակաօդային պաշտպանության, այդ ում համար ես առել եւ ում դեմ ես պատրաստվում դու կռվելու, եթե դու այդ իրական զենքերը հանձնել ես ու պատրաստվում ես, չգիտեմ, զենքեր առնել, որի համար վարկեր ես վերցնում միլիարդավոր, ինչ ատկատներ եք այդ անում, գնացել է ամենա ոչ ցանկալի ու պիտանի զենքն առնում, գնար կինժալ առներ, ցիրկոն առներ, արեշնիկ առներ, դե Իսկանդեր Չարնես, նա լավ չի կրակում, 10%-ն է կրակում։ Ավարտելով այս ելույթս մի օրինակ եմ ուզում պատմական, մեր թվարկությունից առաջ Աքեմենյան դինաստիայի այդ հիմնադիրներից Կյուրոս մեծը, որը աշխարհի կեսը գրավել էր, նա ուզում էր այսօրվա, այսպես ասենք, Ղազախստանի այդ տափաստանային տարածքների ուրեմն ցեղերին իր տրամադրության տակ, իր ուրեմն զորքերում ընդգրկել նրանց զորքերը եւ դառնալ նրանց տիրակալը։ Մասագետները իրենց կին առաջնորդի Տոմերիսի, դու կարող եք այդ ֆիլմը դնել եւ նայել, Տոմերիսի գլխավորությամբ
Նրանք ոչ միայն ջախջախեցին մի քանի անգամ ավել, աշխարհի կեսը գրեթե գրաված այդ ժամանակվա մեր թվարկությունից առաջ, ուրեմն 6-րդ դարի մասին է խոսքը։ Նրանք ոչ միայն ջախջախեցին, այլ հենց այդ ճակատամարտում նրանք գլխատեցին Կյուրոս մեծին։ Իսկ մեզ այսօր մենք հասել ենք Գյորգի Դանելյայի Սերյոժկա ֆիլմին, երբ Քերիպետյան Սերյոժկային շատ փայլուն կոնֆետ է տալիս։ Սերյոժկան ուրախացած, որ Քերիպետյան իրեն կոնֆետ է տալիս, բացում է կոնֆետը, որ ուտի, բայց դատարկ է լինում թուղթը եւ քահ ծիծաղում է Քերիպետյան։ Ու Սերյոժկան այդ փոքրիկ երեխան ասում է. Քերիպետյա, դու հիմար ես, ձյաձե Պետյա, դի դուրակ, հիմա իրենք մեզ գիտեն, թե մենք հիմար ենք։ Ու այսպես շարունակվելու էր, սիրելի հայրենակիցներ, իրենք ջախջախիչ պարտություն են կրելու այս ընտրություններում, արդեն դա արձանագրված է, նրանցից շատերը, եթե դուք ուշադրություն դարձնեք, արդեն չկան, փոխվել է հռետորաբանությունը, փոխվել է բառամթերքը, մեզ մի բան է մնում, գնալ ընտրական տեղամասեր և պաշտպանել մեր ժողովրդի քվեն, իսկ դա լինելու է հաղթական, շնորհակալ եմ։